Ողջույն գյուղասերներ, հուսամ լավ եք, եղանակը բացվեց վերջապես և մի փոքր քամի ու ցուրտ է, բայց յուղի գործը սկսել ենք։ Ինչպես հիշում եք, աշնանը հողամասը լավ մաքրել եմ, բայց ինչպես տեսնում եք, էլի մաքրելու գործ կա։ Պիտի սկսենք հողամասը մաքրելը, այսօր առավոտ վեր եմ կացել, ծառերն եմ նետել, մի փոքր այսպես ցախա թափել, ցախը հավաքեցի, հիմա որոշել եմ մի թեթև հողամասը մաքրեմ, դեռ սա հիմնական մաքրությունը չի, մի փոքր հողամասը մաքրեմ ու այսօր ծառերը սրսկելու եմ։ Այ հողը դեռ խոնավ է, բայց լավ փափուկ է այս տարի հողը։ Տեսնենք, հնարավոր է ձեռքով փորենք, որպեսզի ավելի խորը և լավ լինի։ Տեսեք ժողովուրդ ջան, ծառեր նետել եմ, ծառերը էտելու մեջ լավ փորձ չունեմ, չգիտեմ ոնց խելքս կտրել, էտել եմ այսպես։ Այս տարվա պլանների մասին եմ ուզում խոսել, տեսեք, այս տարի որոշել եմ հողամասի այս վերևի հատվածը, մի րոպե ցույց տամ, այս վերևի հատվածը հիմնականում սածիներ, լոբի, տեսնենք նաև բազուկ մի երկու առու, բայց այս տարի որոշել եմ կաթիլային տնեմ, դեռևս սա պլաններ է, չգիտեմ, միգուցե հետագայում փոխվի իմ պլանները, բայց այս պահին այսպես լավ տակ որոշում եմ կայացրել, իսկ ներքևի հատվածը արդեն կարտոֆիլը կանենք, այստեղ մի հատ բոճկա եմ դնելու, մի տոննանոց, ու այսպես, որ երկու կողմով կարողանանք կաթիլայինի խողովակներ անցկացնենք, այստեղ ինձ խանգարելու է այս կարմիր հաղարջը, այստեղ էլ մի քանի թուփ մալինա կա, որը որոշել եմ այս տարի տեղափոխեմ ուրիշ տեղ, այս հենց գիտեք լավ ճանապարհ ունենք սիրուն, մեջտեղով հողամասի, այստեղ եմ գցելու, ճանապարհի երկու մասով ժողովուրդ ջան, այսպես կգցեմ, որպեսզի արանքներով անցնենք ու կարողանանք հավաքել, և մյուս մասը արդեն այդ մասը ազատ կլինի, կարողանանք հեշտությամբ խողովակները անցկացնել, ավերին բաց եմ թողել, որպեսզի մի լավ քուջուջ անեն, որ սրսկելուց չխանգարեն, սրսկելուց բնական է պետք է հողամասում հավ չլինի, որպեսզի ավելորդ չթունավորվեն, ու ստեղ մի հատ հնդուշկի արու եմ բերել, ինքը մի փոքր տենց չափերով փոքր է, բայց աշխատող է, և հնդուշկեքն էլ այս մեկը դեռ չի դզում, ճիշտ է ինքը ուտում է, բայց դե տեսեք թևերը կախա, կուչ եկածա, իհարկե դեռ իմ որոշումների մեջ չկա հնդկահավիձու թուղթ դնելը, որոշել եմ հավի տնեմ, բայց տեսնենք ընթացքում միգուցե պլանները փոխվեն, մի տեսակ այս տարի հետ թուղթ դնել, ինկուբատոր դնելու հարցում այդքան տենց ոգևորված չեմ, ինչպես անցած տարի, այ տեսեք ոնց է կուչ եկել էս հնդկահավը, բուժումներն էլ անում եմ, անտիբիոտիկներ եմ տալիս, բայց այս վիճակում է, տեսնենք որ բան չլինի, պիտի մորթենք, թեև ինքը արդեն մի փոքր նիհարել է, հələ տեսեք, ու տեսեք, այսօրվա հետած ծառերն են ժողովուրդ ջան, վստահ եմ ասել եք լավ չես էտել, դա գիտեմ ժողովուրդ ջան, այդքան լավ չեմ տիրապետում էտելուն, բայց ամեն դեպքում այս տակի ցախերը մի թեթև հավաքեմ, սկսեմ արդեն սրսկելը, օրը արևոտ է, թեև մի փոքր քամի է, բայց քամի վստահ եմ ինձ չի խանգարի, այ տեսեք ահագին ծառ ունենք, որոնք պետք է սրսկենք, ժողովուրդ ջան, ուրեմն սա գերի թուղթ դնելու պատմությունը մի քանի անգամ պատմել եմ, բոլորդ գիտեք, սա երկրորդ անգամն է, ուրեմն երկրորդ անգամ դրել եմ ամսի 7-ին, արդեն այսօր 21-ն է, 21-ն է, այս ընթացքում իհարկե ես կարող էի ստուգել իրանց, բայց այսպես աշխատանքի բերումով զբաղված էի, չկարողացա բերել, հիմա այս սագին եմ ուզում ստուգեմ, հետո մյուսներին,
իրան զգուշությամբ հանում ենք, խելոք, հանում ենք ձվերի վրայից և տեսնենք ձվերը սաղմ ունեն, թե չէ։ Լույսը անջատեցի ու տեսեք, սաղմ չկա, սաղմը սատկած է ներսում, սաղմ չկա, էլի չկա, դատարկ է, վերջ, այս մեկը մի հատ էլ ենք ստուգում, այս մեկը կասկածում եմ, ժողովուրդ ջան, դրա համար այս ձուն դեռևս կդնեմ, տեսեք ինչ անում, սրա տակ մի քանի օր հետո նորից կստուգեմ, հիմա սա ստուգենք, ժողովուրդ ջան, դատարկ է, սրա մեջ սաղմ կա, դատարկ է, սաղմ եղել է, էլի սատկած է երևի, բայց թողենք էսել, չէ, սաղմ կա, սրա մեջ սաղմ կա, տեսեք, էլի դատարկ է, արդեն էլ ձու չկա, դրա համար իրան հանելու ենք և շպրտենք դուրս, թխսաթափելու համար մի տարբերակ է գրել մեկնաբանություններում, որ պետքա իրան ջրի մեջ մտցնեմ, ժողովուրդ ջան, սագերի փետուրները չի թռչում, իմաստ չունի իրանց ջրի մեջ տնելը, մնում է իրանց ինչ-որ վանդակի մեջ գցել, որպեսզի խոտ չգտնեն և թխսաթափ լինի, անիմաստ, ինչի ես նստել, այս հիմարին նայեք, սկզբից ստեղ էր նստած, հետո ձվերը բերել է հասցրել ստեղ, հիմա նորից գնացել է այնտեղ նստել առանց ձվի, ձվերը լցնենք տակը ու տեսնենք գոնե սրանից 2-3 ջութ էլ դուրս գա, տեղը նորից կարգի բերենք, ձվերը քաշելով հասցրել է ստեղ, դրա համար էլ այս վիճակն է, տեսենք, եթե մեկի տակի ձվերը առանց սաղմ լինի, սրա ձվերը կհանեմ կտամ նրան, սա էլ նորից դուրս կշպրտենք, որպեսզի թխսաթափ լինի ու նայեմ ոնց է գծում, նորից հացի, մատերս տեսեք ոնց բերքարեց, սրա տակ ժողովուրդ ջան 4 ձու կա, 3 հատ ածել էր, մի հատն էլ թխսած ժամանակ է ածել, հիմա սա երևի 5-6 օր է անցել, թե ավելի քիչ, մի հատ ընդհանուր առմամբ ստուգենք, բայց ձվեր չենք հանելու, քանի որ դեռևս շուտ է, այսպես, սա լավ թուղթ է, ուղղակի էլի որցի խնդիրն է, ձվերը տեսեք ոնց է կեղտոտել, վերջ չէ, տենց չի երևում ժողովուրդ ջան, ձվերն էլ որ կեղտոտ է, ընդհանրապես չի երևում, չէ, մի քանի օրից անպայման ստուգելու եմ և եթե սրանց մեջ էլ սաղմ չեղավ, այս սրա մեջ թեթևակի երևում է, չգիտեմ, հա հենա արյունատար համակարգը երևում է, արդեն ընթացքում կհասկանանք ինչ անենք, տեղափոխություններ կանենք ձվերի հարցում ու ճիշտ որոշում կկայացնենք, այս ձվերն էլ հավաքենք, տանենք, թափենք, այս տարի տեսեք ինչքան սագի ձու թափեցի, դե այդպես է լինում, պես չի հուսահատվել ժողովուրդ ջան, յուղը այդպես է, գյուղի գործը, միշտ չի որ լավ օգուտ ենք ունենում, հիմա ցույց տամ, թե տանն աճեցրած սածիլները ինչ վիճակում են, տեսեք, բիբարները արդեն բավականին բարձրացել են ժողովուրդ ջան, ծիծակները արդեն ծլելու ընթացքի մեջ է, բայց լավ է, տեսեք, այս սածիլները հենց արդեն երկրորդ տերևները երևում է, իրան կարող ենք տեղափոխել արդեն բաժակների մեջ, մոտ արդեն տեսեք լավ երևում է, սրանք արդեն
տեղափոխել ենք բաժակների մեջ ավելի լավ են աճելու, ինչու, որովհետև այս բաժակները թափանցիկ բաժակներ են, տեսեք, այս ծաղկի օրինակով ձեզ ցույց տամ, տեսեք արմատային համակարգը ոնց է երևում։ Թափանցիկությունը նպաստում է, որպեսզի արմատները լավ զարգանան, իհարկե ընթացքում նաև սննդանյութերով պետք է ապահովենք, բայց ամեն դեպքում տեսեք, մի քանի օրվա ընթացքում այս պետունյաները լավ աճել են։ Ստեղ տեսեք, արքայական խորդենիներ եմ կտրել դրել, մեծ թուփ ունեի, նույնիսկ արդեն սկսել է ծաղկելը, դեռ արմատները բայց չի ձևավորվել, եւ պետունյաները ցույց տան ամենամեծերը, իրանք արդեն այսպես ծաղիկներ ունեն ու տանը մեզ հիացնում են։ Հենց եղանակը տաքացավ, իրանց արդեն հանելու ենք ծաղկանոց ու այնտեղ ավելի սիրուն են աճելու։ Բադրջանները մի փոքր ժողովուրդ ջան խիտ են ստացվել, բայց իրանց էլ եմ հանելու եմ, առանձնացնեմ սիրուն բաժակների մեջ եւ մինչեւ սածիլի սեզոնը սկսելը իրանք շատ արդեն առողջ սածիլներ են լինելու։ Սկզբից դնում եմ այսենց տարաների մեջ, իրանց վրա տեսեք սերմի սորտն եմ գրում, հետո քանի հատ եմ սերմել ու մեկ էլ ցանելու ամսաթիվը։ Նույնը այստեղ։ Եվ երբ արդեն մի փոքր բարձրանում է, ամանները բացում եմ, իրանք սկսում են օդ շնչել ու ստանում ենք այս տեսքը։ Սա ամենաառաջին ցանած բիբարները, ծիծակները մի փոքր ուշ եմ ցանել, տեսեք մի քիչ են աճել, ծլել, բայց ամեն դեպքում այսքան ինձ հերիք է, շատ պետք չի։ Ցույց տամ նաև մյուս պատուհանագոգը։ Այս պատուհանագոգին ժողովուրդ ջան ցանել են պամիդորներն են հիմնականում, տեսեք արդեն իրանք սկսել են ծլելը, նոր ծլել են։ 10-ին եմ ցանել մարտի, արդեն այսօր 11-րդ օրն է եւ իրենք արդեն այսպես երևում են։ Նույնը այստեղ նայեք, տեսեք ոնց է երևում։ Այստեղ միանգամից բաժակների մեջ եմ դրել ու եթե նկատում եք, արդեն սածիները սերմից դուրս են եկել, այսա ռեհան, կանաչ ռեհանա, սա Դավիթի ուղարկած ռեհաններից է, ալիքի լավ հետևորդներից էր, ինքը հագին սերմեր է ուղարկել եւ իր ուղարկած սերմերը այսպես ավելի շուտ են ծլել, քան այն սերմերը, որոնք ես գնել էի։ Նույնը այստեղ նայեք, տեսեք։ Տեսնում եք ոնց են ծլում։ Այսպես շատ հարմար է, այս բաժակներինը մի փոքր ուշ եմ դրել եւ այսպես տանը ցուրտ եղանակներին այսպես բզբզում ենք, աշխատում ենք, մինչև եղանակները լավ կտաքանան, արդեն այս բաժակներով կարող ենք տեղափոխել դուրսը ցելոֆոնի տակ ավելի լավ կաճեն։ Այսպես մենք փորձում ենք ավելի շուտ սածիլներ ստանալ, քան եղանակը մեզ թույլ կտա։ Ժողովուրդ ջան, սաղ գործերը արեցի, հավիրը հավաքեցի, հիմա սկսենք սրսկելը ծառերը, բորդոյան հեղուկով ենք ցողելու, դա վաղ գարնանը արվող գործընթաց է, ծառերը վնասատուներից փրկելու համար։ Այստե տառերը թվերը երևում է, որպեսզի չափը ճիշտ ածենք։ Այսինքն կապույտ փոշի է, ժողովուրդ ջան։ Անցած տարի էլ եմ արել, բավականին լավ պաշտպանիչ միջոց է։ Անցան գործի շատ ծանր է։
Ժողովուրդ ջան, շարունակում ենք այսօրվա գործը, հասանք ծառերը սպիտակացնելու, սրսկումներն արեցի, մի 2 ժամ անցավ, հիմա սպիտակացնենք նաև ծառի բները, որպեսզի անասատուները չթաքնվեն ծառի կերևների արանքում, այստեղ մի փոքր գիր ենք հավելացնում, ինքը սկսում է եռալը, մի քանի ծառ է մնացել, շատերը հիմնականում սպիտակացրել եմ, սա էլ ավարտենք ու այսօրվա գործը համարենք գերազանց ավարտված։ Գիրը թողում ենք մի փոքր եռում է, հանգստանում է, ու ցենց սկսում ենք, ժողովուրդ ջան։ Այս կորսն էլ այսօր ավարտենք, տեսենք այս քանի օրը արդեն սկսելու ենք հողամաս փորելու գործը, տեսենք եղանակները ինչ կասի, որպեսզի չուշանանք, պիտի ամեն ինչը ճիշտ ժամանակին ցանենք։ Մի քանի ծառ է մնացել այդ կողմի վրա, այսօր ահագին գործ արեցինք, հենց եղանակը բացում է, գյուղացու դաժանակ իր աշխատանքը սկսում է, իհարկե ես այդ բառից խուսափում եմ, որովհետև ես հավեսով եմ աշխատում և ծառերի հետ, և հողի հետ, և կենդանիների հետ, պիտի սովորենք չդժգոհել գործից, որովհետև մենակ աշխատողի գործերը առաջ կգնան, մենակ աշխատանքով կարող ենք հասնել մեր ուզածին, իսկ տանը նստել բողոքելով ոչ մեկ վստահ եմ լավ արդյունքի չի հասել։ Մարդը այդպես է, աշխատանքն է, մենակ աշխատելով մարդ կարող է մի բանի հասնի, չեմ սիրում, որ մարդիկ տանը նստում ու բողոքում են, հայ պետությունը, հայ այս ինչը, հայ գործ չկա, գործը լցած է, ժողովուրդ ջան, գործը լիքն է, իհարկե ամեն գործոն կարա ազդի մարդու լավ կամ վատ ապրելուն, բայց դե մերն էլ է սա, ինչ անենք, մեր երկիրը, ժողովուրդ ջան, աշխատող մարդու կարիք ունի, պարտաճանաչ մարդու կարիք ունի, ով իր աշխատանքին համապատասխան պատասխանատվություն է կրում ինչ-որ արդյունքի համար։ Հիմա գյուղացունն է, ճիշտ է, ամեն ինչ գյուղացուց կախված չի, նաև եղանակի գործոն կա եւ այլն, բայց եթե այսպես դու սիրում ես հողը, հողն էլ քեզ վարձահատույց է լինում։ Այս էլ ներկեցինք, անցնենք այս մեկին, այս մեկ ոնց է կապտել ծառը, սա դեղի արդյունքն է, Բորդոյան հեղուկ է ինքը, ամեն տարի, ես էլ երկրորդ տարին ցանում եմ, անցած տարի լավ էր, այդքան վնասատուներ չկար, ծառերը ուշ հիվանդացան։ Ես մեկ-մեկ մտածում եմ, եթե օրինակ քաղաքում ծնված լինեի, արդյոք կսիրեի գյուղի գործը այսքան, ու գյուղի ամեն գործ չի, որ սիրում եմ, բայց դե հողի գործը որ շատ եմ սիրում, ամեն դեպքում բոլորս էլ հողի հետ ենք կապված, նույնիսկ քաղաքում ապրող մարդիկ իրանք եթե հողը բերք է տալիս գյուղացուն, իրանք էլ են այդ բերքից օգտվում են ինչ-որ առումով։ Մենք էլ այսպես, ժողովուրդ ջան, մի քանի ծառ ունենք, մի փոքր հողակտոր,
որով փորձում ենք մեր հացը վաստակել, մեր բերքը, որպեսզի շատ գումար չծախսենք կարտոֆիլի վրա, պամիդորի վրա, մրգի վրա, իհարկե իմ պտղատու ծառերը այդքան շատ բերք չեն տալիս, դեռ փոքր են, մի քանի տարվա ծառեր են, ժողովուրդ ջան, բայց վստահ եմ, եթե լավ խնամեմ, 1-2 տարի հետո արդեն ես իմ ծառի բերքը կունենամ, այդ տեսեք ինչքան է սիրուն անում ծառը, երբ իրեն խնամում ենք, պետում ենք, սրսկում ենք, ներկում ենք, շարունակեմ իմ աշխատանքը, իսկ դուք եթե հավանում եք իմ տեսանյութերը, որպեսզի հերթական տեսանյութը բաց չթողնեք, կարող եք բաժանորդագրվել, ես նայում եմ իմ ալիքի բաժանորդներին և նայողներին, տեսնում եմ, որ ալիքի վիդեոները նայողների մեծամասնությունը բաժանորդագրված չեն, մոտ 80%-ը բաժանորդագրված չի, դժվար բան չկա, կարող եք բաժանորդագրվել, սեղմել զանգի կոճակը, որպեսզի առաջիններից մեկը դիտեք իմ տեսանյութերը, սա էլ աշխատանքի մի տարբերակ է, նկարել և ինչ-որ բան ցույց տալ, ժողովուրդ ջան, իսկ դրա համար ոչ մեկ հենց այնպես ինչ-որ բան չի անում, սա էլ աշխատանք է, մենք էլ մի ձևով փորձում ենք ձեզ ներկայացնել գյուղի առօրյան, մեր առօրյան, ձեզ հաղորդակից դարձնել մեր ապրելակերպին, մեր կյանքին, դուք կարող եք դրա դիմաց ուղղակի բաժանորդագրվել։ Ահա այսօրվա աշխատանքի արդյունքը, տեսեք ինչքան սիրունացավ, մաքրվեց, ծառերը սենց սիրուն բանջարանոց ու հողամաս ունեցանք այսօր ամբողջ օրը աշխատելու արդյունքում, տեսեք ինչքան սիրուն է, այսօր լավ աշխատեցինք, սա էլ մեր այսօրվա աշխատանքը, ժողովուրդ ջան, ձեզ բարի գարնանային օրեր եմ մաղթում, մեզ էլ գյուղացիներիս բերքառատ տարի, հուսամ դուր եկավ ձեզ այսօրվա տեսանյութը, լավ եղեք, մինչ նոր հանդիպում։